Ողջույն, խնկոյական նախագծի շրջանակում մենք լսեցինք, քննարկեցինք Գոաբո առակներից, վատնկերը առակը, հերոսները, անտառի կենդանիներն, առույցը, գայլը, աղվեսը, առակը այն մասին է, պետք է չարախոսել ընկերների մասին, որովհետև փոսփորողը դել ինքն է ընկնում փոսի մեջ։ Հերոսներից գայլը են շատ վատ բան է, քանի որ չարախոսեց աղվեսին։ Աղվեսը գայլի համար շատ պատիժ մտածեց, վատ պատիժ էր։ Առակի հերոսներից գայլին, ես խորհուրդ կտամ, որպեսզի գայլին, իր համար բաներ ընկերներին չասի իրան, կամ է կենդանիներին։ Այն որ խորհուրդ կտամ, այսի միան հանգիստ կազմի, ոչ մի բան չասի։ Ես առակի աղվեսը խորհուրդ կտայ, որ եթե գայլը իրան վատ է պահում, նեղացնում է աղվեսին, աղվեսն էլ պետք է իրան հետ նեղացնի։ Բայց արդեն նեղացրեց աղվեսը։ Ուրիշ ինչ խորհուրդ կմտածեք աղվեսի համար։ Աղվեսին խորհուրդ կտայ, որ ուրիշ պատիժ մտածել գայլի համար։ Այսը կարող էր գայլին ասել իր մասին վատ բառեր չխոսի։ Ես խորհուրդ կտայ արևմուտքին, որպեսզի այդ կռվից հետո արևմուտքը մտածեն մեծ ժողով բոլոր անտառի ապրիլների համար, հատկապես գայլի ու աղվեսի։ Եվ ժողովի ժամանակ ինչ քննարկեին իրենք։ Որ չի կարելի ընկերներին նեղացնել։ Արևմուտքը մտածեց, որ պետք է արգելել վատ բաներ անել ընկերների համար։ Հեքիաթի համար նոր ավարտ մտածեցի։ Արևմուտքը մեծ ժողով կազմակերպեց Եվ ժողովի ժամանակ քննարկեցին, որ չի կարելի ավարտվել այնպես, որ գայլը ասել կներեք արյուծ արքայլ նման բան չի գրկնվի, արյուծը ներում է և իրանք համերար ընկերներով ապրեցին և աղվեսն էլ այս բոլոր կենդանիներով ուրիշ բուժում մտածեցին արյուծ արքայի համար։ Ապրես։